Դեռ առավոտից էին ընդդիմադիր թեկնածուների վստահված անձինք եւ դիտորդներն ահազանգում։ Ամենաշատ խախտումներն արձանագրվում էին քաղաքացիական պայմանագրի ցուցակը գլխավորող Զարիկ Մինասյանի թաղամասում, գծի հետևում։ Այստեղ երկու ընտրատեղամաս կա՝ 31 կոտորակ 69 եւ 31 կոտորակ 70-ը։ Դրանք իրարից ընդամենը 50 մետր են հեռու։ Երկու ընտրատեղամասերի միջև ՔՊ-ի շտաբն է, որի դիմաց մարդկանց կուտակումներ են։ Մեր քաղաքը դաշինքի վստահված անձը ահազանգում է այստեղ քաղաքացիներին հետևում եւ ուղղորդում են, մինչեւ քվեարկությունը։ Դրսում էր ինչ-որ մեկը հերթապահում, առանց կաշկանդվելու քաղաքացիական պայմանագրի վստահված անձի բեյջը վզին, այստեղ կանգնած աստիճանների վրա առանց կաշկանդվելու շփվում էր ժողովրդի հետ, տանում էր այս ցուցակներն էր ցույց տալիս, բաներ էր խոսում, եւ երբ որ ես իրեն հարցնում եմ, դուք կներեք, դուք ինչ եք անում այստեղ, ասում է, ինչ եմ անում, իմ համար կանգնած եմ, ժողովրդին բան եմ ասում, ինչ էր ասում քաղաքացիական պայմանագրի վստահված անձը, երբ որ մյուս իր գործընկերը ներսում էր գտնվում։ Վստահված անձի դիտարկմամբ ընտրատեղամասում էլ հանձնաժողովի նախագահ Ալլա Գևորգյանն է ուղղորդում ընտրողներին, նրանցից մեկի հետ հանձնաժողովի նախագահը նույնիսկ մտել է քվեախցիկ։ Անձամբ ես ուղղորդում չեմ ունեցել, մի հաշմանդամ մարդ քվեախցիկից դուրս էր փորձում քվեարկություն կատարել, ես իրան խնդրել եմ, որ մոտենա քվեախցիկի ներսում նոր կատարի։ Եղել է, որ գնացել են այս ամբողջ քվեաթերթիկները ձեռքը մարդը դուրս է եկել, հանձնաժողովի նախագահն է գնացել, մտել քվեախցիկ այդ ամեն ինչը որ ուղի։ Մի կերպ բացատրել եմ, ասել եմ, որ սենց ընտրության կարգը պետք է կանչել մեկ այլ մարդու, ով ոչ հանձնաժողովի անդամ է։ Այս ընտրատեղամասում քաղաքացիներից մեկը նույնականացման սարքից կտրոնը վերցնելուց հետո այն պատրել ու անկառավարելի վարք է ցուցաբերել, հետո հեռացել է։ Թերևս ոստիկանները ճշտում են, ինքը փախուստի է դիմե, կտրոնը առե եւ փախուստի է դիմե։ Ծրարը ճմրտեց թափեց հատակին եւ կտրոնը առավ փախուստի դիմեց։ Այս պայն ոստիկանները զբաղվում են իրենով։ Բոլոր խախտումները մեր քաղաքը դաշինքի վստահված անձի պահանջով արձանագրվել են Մատյանում։ Փորձել ենք իմի բերել ոնց պետք է տեղամասում ընտրությունը կատարվի ըստ պատշաճի ու շատ, այսպես ասած, խոչընդոտների ու բախումների, ինչու՞ չէ նաև բախումների առաջ են կանգնել, որովհետև մարդիկ կարող է երկու հոգով մտնեին քվեախցիկ, հետո այն մեկը ընտրած համարը բաց դուրս գար, չգիտեմ, եւ լինելով տարբեր, այսպես ասած, ջուղերի մտնողները օգնող են եղել, գրանցվել են գրանցամատյանում, ճիշտ արձանագրեք։ Եղել են երկու հոգով մտնողներ, ես եմ ձեզ։ Մտնողները բոլորը արձանագրված են, օգնող մարդիկ են եղել։ 36 կոտորակ 69 ընտրատեղամասում խախտումները սկսվում են նախ կահավորումից, 20 քառակուսի մետր տարածքում քվեախցիկներից մեկը հենց հանձնաժողովի անդամի սեղանի կողքին է։ Սահմանված նորմերից փոքր է տարածքը։ Հանձնաժողովի նախագահը խնդիրը ներկայացրել է թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողով, բայց արձագանք չի ստացել։ Ես տեղեկացրել եմ ժամանակին։ Արձագանք եղել է, որ փոփոխության ենթակա չի, արդեն ընտրված է տարածքը։ Ուսումնասիրություն նախքան է, ուսումնասիրություն եղել, իրանք խցիկներով նայել են, տարածությունները իրարից հեռավորությունները բաշխվել է իրանց կողմից ու նորմալ է եղել։ Ո՞նց են եկել ուսումնասիրել ձեր ահազանգից հետո։ Ես անձամբ չեմ տեսել, չեմ նկատել, չգիտեմ։ Տարածքի փոքր լինելու պատճառով այստեղ անգամ վստահված անձին կանգնած էին քվեախցիկների դիմաց։ Մայր Հայաստան դաշինքի ներկայացուցիչն արձանագրում է, որ ՔՊ-ի թեկնածուի թաղամասում հանձնաժողովի անդամներն անգամ դիմախաղով են ուղղորդում ընտրողներին։ Ակտիվ ընտրությունն է, աչքերով իրար շփողները երկուկան, հանձնաժողովի անդամները երևի թաղից են, իրար ճանաչելով, այս է խախտում չենք արձանագրել, բայց անձեն աչքով երևում է, որ ծանոթ բարեկամներ թաղից հանձնաժողովի անդամներ, ասում են ինչ որ տեսել է։ Ալեքսանդր Սարգսյան, Խաչատուր Գևորգյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։